Մեր հնարավորությունները էապես կրճատվել են 2020 թվականից հետո, մեր ռազմավարական խորությունը էապես նվազել է եւ դարձել ենք շատ խոցելի եւ այս իրավիճակը փոխել այս պայծրությամբ հնարավոր չէ եւ այսպիսով մենք պետք է այս պայծրությամբ շատ հստակ աշխատենք, որպեսզի պահենք եղածը, որպեսզի հետագայում փորձենք հետ բերենք կորցածը, բայց այս պայծրությամբ եղածի պահպանման մասին է խոսքը գնում եւ չպետք է տրվենք ինչ որ խաբեբայությանը, որ ամեն ինչը նորմալ է։ Հակառակ Հայաստանը քրիտիկական վտանգի տակ է գտնվում, եթե նույնիսկ այսօր չեն կրակում, ապա ուղղակի այս պայծրությամբ իրանք ձեռնտու չեն կամ ինչ որ բաներից վախենում են, բայց ոչ այն բաներից, որ ինչ որ մեկը ինչ որ թուղթ իրենց ցույց կտա։ Սա պետք է գիտակցենք, այսինքն Հայաստանը քրիտիկական վտանգի տակ է եւ այո, Ադրբեջանը զինվում է, Հայաստանը ապազինվում, ում դեմ է Ադրբեջանը կռվելու, կարող է գնալու է Վոլգագրադը գրավի։ Իրանի։ Իրականում Հայաստանի դեմ, որովհետև այո, Իսրայելը շատ է ուզում, որ Ադրբեջանը Իրանի դեմ պայքարի, բայց այլևս այդքան էլ հիմար չի, որ այդպիսի ավանտյուրայի մեջ մտնի։ Եվ մեծ հաշվով Ադրբեջանի օրակարգը Հայաստանի դեմ է, եւ ես շատ հեշտ կարող եմ ապացուցել։ Օկուպացված Արցախում Ադրբեջանը հիմա սկսում է օգտագործել 5-րդ օդանավակայանը, ռազմականացում է Արցախը։ Մեծ ճանապարհներ են կառուցում, որոնք թույլ են տալիս շատ մեծ զորքերի տեղաշարժ։ Կառուցում են ռազմական հոսպիտալներ, այսինքն ռազմականացվում է Արցախի տարածքը, որպեսզի մեծ պլացդարմ Հայաստանի վրա հարձակմանը։ Սա է քաղաքականությունը։ Եթե դա դեռ չի իրականացվել, ուրեմն դեռ ուղղակի պատրաստի պահ չի եղել, բայց Ադրբեջանը իր տարածքից դուրս է մղել BBC-ն, Sputnik-ը, ՄԱԿ-ը, միջազգային բոլոր կառույցները, ինչի համար։ Մենակ մի պատասխան կա, պատերազմի համար։ Այսպիսով մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը լինելու է։ Երկընտրանքը, որը Փաշինյանը ստեղծում է, խաղաղություն թե պատերազմ, կեղծ է, երկընտրանքը հետեւյալն է, պատերազմ թե ցեղասպանություն, եւ մենք ընտրում ենք երկրորդը, մի քիչ հետաձգված, բայց դա է, ապազինումը դրան է բերելու եւ այսպիսով այստեղ ուղղակի նախապատրաստվում է հողը։ Մենք կորցնում ենք կարևորագույն ժամանակը։ Պետք է գիտակցենք, որ պատասխանատվությունը մեր ապագայի նկատմամբ մեր վրա է, այսինքն չի լինելու խոշոր պետություն, լինի դա Ռուսաստան, Չինաստան, Ամերիկա կամ որևէ այլ պետություն, որի վրա մենք կարող ենք հույս դնել եւ ասենք, որ մենակ ինքն է լինելու։ Չէ, սա առհասարակ սխալ մտածելակերպ է։ Մենք կարող ենք օգտագործել սրանց հետ կապերը խորացնենք, ինչ որ բան զարգացնենք, բայց հնարավոր չի հույս ունենալ, որ ինչ որ մեկը մեր տեղը լուծելու է այս խնդիրները եւ առհասարակ նման մտածելակերպը սխալ է։